Մերձավոր Արևելքում պատերազմի ազդեցությունը զգացվում է նաև Հարավային Կովկասում, որտեղ խաչվում են Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի շահերը։ Այս ֆոնին Ադրբեջանը շարունակում է կոշտացնել իր հռետորաբանությունը։ Ադրբեջանը ավելի լայն հնարավորություններ ունի եւ ռեսուրսները հաշվի առնելով եւ հաշվի առնելով աշխարհագրական դիրքը եւ հաշվի առնելով որ տարածաշրջանում ունի ավագ եղբայր, դրա համար էլ իրենք փորձելու են ավելի շատ մանևրել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, փորձել դառնալ կապող օղակ Եվրոպայի եւ Ասիայի միջև այդ թվում երիշխանություն հաստատելով ամբողջ Հարավային Կովկասում։ Ինչ վերաբերում է Ամերիկա իրանական նոր սկսված բախման, ապա դա կարճաժամկետ բախում է եւ պատերազմը չի ընդլայնվելու։ Իրանը իր հերթին հասկանում է, որ Միացյալ Նահանգները եւ նրա նախագահն ընկել են իր ուղղակը, դրա համար ինքը չի պատրաստվում զիջումների գնալու եւ պատրաստվում է մաքսիմալ ուրեմն օգուտ ունենալ այս Տրամպի համար, որ ցանկալի իրավիճակից։ Դրա համար ինքը անդադ հարվածում է, ռմբակոծում է ամերիկյան բազաներին։ Ալիևը վերջին ելույթներում կրկին խիստ քննադատել է խորհրդային անցյալը, այն բնութագրելով որպես Ադրբեջանի զարգացմանը խոչընդոտած շրջան։ Հեյդարի որդու ձևակերպմամբ խորհրդային համակարգի պայմաններում երկիրը զրկված էր լիարժեք ինքնիշխանությունից։ Այդ հայտարարությունները ըստ փորձագետների դիտարկվում են նաև որպես Բաքվի շարունակական հեռացում Մոսկվայի ավանդական ազդեցության գոտուց։ Ադրբեջանում հասկանում են, որ որպես պետություն նրանք մեծապես պարտական են հենց Ռուսաստանին, որովհետև դա մեծաշող խորհրդային կայսրության օրինաց պետությունն է։ Այլ հարց է, որ քանի որ Ադրբեջանը բավականին կարևոր դեր է ստանձնել Ռուսաստանի այդ ստվերային արտահանումների համար որպես կապող օղակ, հիմա Ադրբեջանը այդպիսի կոշտ հայտարարություններով փորձում է հնարավորինս ավելի թանկ վճարել իր այդ ծառայությունները Ռուսաստանին։ Ըստ քաղաքագետների, եթե Ադրբեջանի արտաքին քաղաքական ուղեգիծը բավականին հստակ է Թուրքիայի հետ ռազմավարական դաշինք, սերտ համագործակցություն Իսրայելի հետ եւ հարաբերությունների զարգացում Արևմուտքի հետ, ապա Հայաստանի դեպքում պատկերը շատ ավելի բարդ է։ Հայաստանը այսօր հայտնվել է աշխարհաքաղաքական բարդ հանգույցում։ Մի կողմից Իրանը Հայաստանի միակ հարավային սահմանակից պետությունն է, որի հետ պահպանվում են տնտեսական եւ տրանսպորտային կենսական կապերը, մյուս կողմից վերջին տարիներին Երևանը հետևողականորեն ընդլայնում է գործակցությունը Եվրոպայի, Ամերիկայի, Ֆրանսիայի ու Հնդկաստանի հետ, հատկապես պաշտպանության ու անվտանգության ոլորտներում։ Վերջին շրջանում պաշտոնական Երևանը բացեիբաց խոսում է անվտանգության ու ռազմական մատակարարումների դիվերսիֆիկացման մասին։ Հայաստանի այսօրվա իշխանությունների քաղաքականությունը ցավոք կախված է հենց թուրք-ադրբեջանական այդ տանդեմի բարեհաճությունից։ Կլինի այդ բարեհաճությունը մենք կարողանանք հնարավորինս պակաս կորուստներով փոխել մեր արտաքին քաղաքական վեկտորը, չէ, հետևանքները կարող են շատ ավելի ցավոտ լինել։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկը, ապահովում է էներգակիրների զգալի մասը։ Միևնույն ժամանակ պաշտոնական Երևանը վերջին տարիներին ակտիվացրել է հարաբերությունները Եվրամիության, Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների հետ։ Վերջերս վարչապետ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ առաջացած խնդիրների կարգավորմամբ, պահպանելով գործակցությունը ԵԱՏՄ շրջանակում։ Կարծում եմ, որ Հայաստանը գնում է դեպի արևմուտք, անգամ կարծում եմ, որ մենք անդառնալիության կետը արդեն անցել ենք եւ անգամ եթե հիմա իշխանությունները փորձեն վերադառնալ ինչ-որ բաց շտկել, Հայաստանը դրա համար չափազանց թանկ գին ստիպված կլինի վճարել։ Հայաստանը այստեղ մի անելիք ունի, պիտի բոլոր խաղադրույքները չկատարի մի ուղղությամբ, որովհետեւ հակառակ դեպքում տանելու դեպքում մենք կարող ենք շատ լուրջ իսկապես ծանր վտանգների առջև հայտնվել։ Եվրամիությունը Հայաստանին օգտագործում է Ռուսաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի վատություն անելու համար, նա չի գնում դեպի արևմուտք։ Հարավային Կովկասում ձևավորվում է նոր աշխարհաքաղաքական քարտեզ, ըստ վերլուծաբանների Ադրբեջանը հստակ ձևակերպում է իր ռազմավարական ընտրությունը։ Վրաստանը շարունակում է սեփական բարդ հավասարակշռության քաղաքականությունը, իսկ Հայաստանը փորձում է պահպանել բազմավեկտոր ուղեգիծը միաժամանակ խորացնելով կապերը արևմուտքի հետ եւ չխզելով հարաբերությունները Ռուսաստանի ու Իրանի հետ։ Սեփական ճանապարհից միայն 26% մասնաբաժին կունենա Հայաստանը։ Սա Սյունիքով անցնելի ԱՄՆ նախագահ Թրամփի պատվին կոչված երթուղու գոյության առաջին 49 տարիների ընթացքում։ Միացյալ Նահանգների հետ մյուս 50 տարվա համաձայնությանը հասնելուց հետո Հայաստանի շահույթը գուցե արդեն 49% կազմի։ Սա կլինի
ուրեմն ժամկետի երկարացման համար Հայաստանի Հանրապետության կողմից արվող եւ նրան տրվող միակ գործողությունը, այսինքն ժամկետի երկարացման պարագայում 49% բաժնեմաս ստանալու համար Հայաստանի Հանրապետությունը որևէ այլ լրացուցիչ քայլ ներդրում պարտավորություն չի ստանձնում։ Գրեթե կես դար հետո Հայաստանը լրացուցիչ պարտականություններ չի ունենա Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն ապահովող ամերիկյան երթուղու հետ կապված, բայց այդ դեպքում էլ փաստացի դարձյալ շահույթի հիմնական մասը մեր երկրին բաժին չի հասնի։ Մասնագետների գնահատմամբ TRIP ծրագիրն այսպես այս տեսքով եւ ոչ մի կերպ չի կարող Հայաստանի համար շահավետ լինել։ Սա աննորմալ պրակտիկա է, որտեղ սա մեր տարածքն է։ Սովորաբար պետությունը գերակա տոկոս է ունենում, այսինքն եթե անգամ ինչ-որ մեծ քանակով տալիս են շահաբաժինները, ապա գոնե որոշիչ փաթեթը մնում է պետության ձեռքում կամ գոնե պայմանագրերը կնքելուց հստակ ցուցիչներ են նշվում, որ առանց պետության համաձայնության հետագա գործողություններ լինի շահաբաժինների փոխանցման կամ դրանց վաճառքի հանելու կամ դրանց ինչ-որ այլ կերպ օգտագործման, քան պայմանագրում է սահմանված, բացառապես պետության համաձայնությամբ է լինում։ Իսկ մեր պարագայում մենք չունենք նմանատիպ դրույթներ։ Այսուհանդերձ նախարար Միրզոյանը շտապում է փարատել այլ մտահոգություններ, շահարկումներ են աչքի տակ ընկել, թե գուցե Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ միջպետական համաձայնագիրը չբխի օգոստոսի 8-ին, հետո նաև հունվարի 13-ին ստորագրված փաստաթղթերի տրամաբանությունից։ Վահա ինչպես տեսնում ենք, այս համաձայնագիրը ամբողջովին ոչ միայն համահունչ է հանրահռչակված սկզբունքներին եւ արձանագրված, ամրագրված, ստորագրված սկզբունքներին, այլև շրջանակային համաձայնագրում բազմիցս հղում է արվում եւ օգոստոսի 8-ի եւ հունվարի 13-ի փաստաթղթերին եւ նաեւ որոշակի մանրամասներ ուղղակիորեն ասվում է, որ պետք է կարգավորեն այնպես, ինչպես օրինակ հունվարի 13-ի շրջանակային իրականացման շրջանակ կոչվող փաստաթղթում է սահմանված։ Գոնե այնքանով, ինչքանով հրապարակված է տեղեկատվության մանրամասների հետ կապված մեծ խնդիրներ կան, որովհետև այնտեղ չի մասնավորեցված ոչ օգտագործման պայմանները, ոչ այդ պայմաններում Հայաստան պետության որոշիչները եւ մնացած ուրեմն տարրերը, որոնց վերաբերյալ ես ենթադրում եմ ինչ որ համաձայնություններ կան, բայց դրանք գաղտնի են պահվում հանրությունից։ Ինչ վերաբերում է վերջին օրերին մամուլում շրջանառվող TRIP Plus հիմնադրամին, որը ղեկավարելու է Հայաստանում բիզնեսներ ունեցող ազգությամբ ռուս Կոստանտին Սոկոլովը, արտգործնախարար Միրզոյանն ասում է, այս հիմնադրամը մեր երկրում ստեղծվելիք TRIP ընկերության հետ անուղղակի կապ է ունենալու։ TRIP զարգացման ընկերություն ԱՄՆ ընկոչվող ընկերության մեջ եւ այս ծրագրի իրականացման համար ներդրումներ ներգրավելու համար ստեղծվում է մի ամերիկյան ընկերություն, որի անունը TRIP Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման սպիտակ տանն այս ծրագիրը հայ-ամերիկյան ու նաեւ ադրբեջանական ստորագրություններով հաստատելուց գրեթե 1 տարի հետո այն հասնում է մեր երկրի սահմանադրական ատյան։ Մայր դատարանի սեղանին է հարցն արդեն Սյունիքով ադրբեջանցիների անխոչնդոտ անցուդարձը դեպի Նախիջևան եւ հետո Ադրբեջան կհամապատասխանի Հայաստանի մայրօրենքին։ Սահմանադրական դատավորներն իրենց կանաչ լույսը վառեն։ TRIP տրցակը Բաղրամյան 10-ից կբարձրացնեն նույն պողոտայի 19-րդ շենք Ազգային ժողով, այսինքն նորընտիր խորհրդարանի վտիտ ուսերին միանգամից ճակատագրական հարցեր կդրվեն։ Հայաստանում ձևավորվել է մի մթնոլորտ, երբ յուրաքանչյուրը սպասում է, որ հաջորդ բռնաճնշումների թիրախը կարող է հենց ինքը լինել։ Իրավապաշտպանները պնդում են, քաղաքական դաշտում վախի մթնոլորտ է ստեղծվել։ Վերջին շրջանում քրեական հետապնդումների եւ կալանքների են ենթարկում մի շարք հայտնի ընդդիմադիր գործիչներ, այդ թվում Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թևանյանը, Ավետիք Քչալաբյանը, իսկ Սամվել Կարապետյանը գտնվում է տնային կալանքի տակ։ Քննադատների համոզմամբ այս գործընթացները պարզապես իրավական չեն, այլ նպատակ ունեն թույլատրել եւ մեկուսացնել ընդդիմադիր կենտրոնները։ Ամենամեծ արձագանքը ստացել է Գագիկ Ծառուկյանի գործը, նրա ձերբակալության եղանակը եւ դրան հաջորդած գործողությունները ընդդիմությունը գնահատում է ոչ միայն որպես քրեական հետապնդում, այլ նաեւ որպես քաղաքական հաշվեհարդար։ Ցանկացած այլախոս Հայաստանի Հանրապետությունում այս իշխանության կողմից ճանաչում է որպես թշնամի, ոչ թե որպես ընդդիմություն, ոչ թե ժողովրդավարության որևէ մի առումով անհրաժեշտ տառ եւ այլն։ Դա թշնամություն է, այսպես ասած, տարածում ոչ միայն
հասարակության մեջ, ոչ միայն իշխանություն հասարակություն, այլև արդեն այդ գործը հասել է ընտանիքներին, բարեկամներին, ընկերներին։ Եվրոպական երկրներից շատերում բանտերը շարունակում են մնալ գերբեռնված, իսկ մասնագետներն էլ ավելի հաճախ են սկսել խոսել ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունից։ Եվրոպայի խորհրդի պրոբացիոն եւ բանտերը Եվրոպայում տարեկան զեկույցի համաձայն մեկ տարվա ընթացքում 2024 թվականի հունվարից մինչև 2025 թվականի հունվար ժամանակահատվածում պրոբացիոն վերահսկողության տակ գտնվող անձանց թիվը աճել է 2.7%-ով, մինչդեռ եվրոպական բանտային համակարգերի գրեթե կեսը շարունակում է գործել գերբնակեցվածության կամ առավելագույն ծանրաբեռնվածության պայմաններում։ 2025 թվականի հունվարի 31-ի դրությամբ Եվրոպայի 36 երկրների պրոբացիոն ծառայությունների վերահսկողության տակ գտնվել է ավելի քան 1.433.000 մարդ, միջին հաշվով յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվով պրոբացիոն վերահսկողության տակ է եղել 154 անձ։ Զեկույցի համաձայն Հայաստանը շարունակում է դասվել պրոբացիայի բարձր ցուցանիշ ունեցող երկրների շարքին։ 100,000 բնակչի հաշվով մեզ մոտ պրոբացիոն վերահսկողության տակ է 430 մարդ։ Այս ցուցանիշով Հայաստանը զիջում է միայն Լեհաստանին, Թուրքիային եւ Վրաստանին։ Միաժամանակ Եվրոպայի խորհուրդը ուշադրություն է հրավիրում նաեւ պրոբացիոն ծառայությունների ծանրաբեռնվածության վրա։ Զեկույցի համաձայն Հայաստանում պրոբացիոն աշխատանքներում ներգրավված մեկ աշխատակցին բաժին է ընկնում 78 մարդ։ Կարծում եմ դա միջինացված թիվն է, որը մեդիանն է, այսինքն միջինացված թիվը շատ ավելի մեծ է լինելու, քան մեդիանը եվրոպական։ Մասնագետները նաև նշում են, որ Հայաստանի պրոբացիոն ծառայությունն իրականացնում է բազմաթիվ այլ գործառույթներ, որոնք չեն բխում պրոբացիայի դասական ընկալումներից։ Պրոբացիայի պարտական գործը դա պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում վարկի նկատմամբ վերահսկողությունն է, պատիժը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողությունն է եւ արժույթ պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ վարկի վերահսկողությունն է եւ հանրային աշխատանքը։ Իրական բուն պրոբացիայի գործառույթների փոխարեն մենք այսօր բազմաթիվ այլ ֆունկցիաներ են կատարում, որոնք շատ պրոբացիայի գաղափարախոսությանը հարիստ չեն։ Փորձագետների դիտարկմամբ պրոբացիայի հիմնական նպատակը կրկնահանցագործության ռիսկերի գնահատումը ու կանխարգելումը, անհատական վերականգնողական ծրագրի մշակումը եւ անձի հասարակության վերաինտեգրման նպաստումն է։ Միաժամանակ մասնագետները նշում են, որ ծառայության արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն օրենսդրական կարգավորումներով, այլև ծառայության գործառույթների հստակ տարանջատմամբ, ծանրաբեռնվածությամբ եւ անհրաժեշտ ռեսուրսներով։ Գարեգին Նժդեհ փողոցի 23 կոտորակ 3 հասցեի նորակառույց շենքի ու հարևան նորակառույցի բնակիչներն են բողոքի դուրս եկել։ Անելանելի վիճակում են, կոյուղատարի խնդիր ունեն, մինչդեռ շենքերը նորակառույց են, սահմանված կարգով հանձնվել են շահագործման։ Հարակից մասնավոր հողամասի սեփականատերն է պարզապես ըստ բնակիչների դիտավորյալ բետոնապատել ու քարերով լցված պարկերով ամբողջությամբ փակել դիտահորը։ Այսինքն բետոնարը, որ փակվի ձեր կոյուղատարը, որ այդ շենքի ժողովուրդը, այս երկու շենքը, որ ունի մոտավորապես էս ասեմ 130-140 ընտանիք են, դե միջինով որ հաշվես գալիս է մոտ 500 քանի բնակիչ։ Այսինքն փակում է, էլի, այսինքն սա իրենց տարածքում է գտնվում, չէ՞։ Դնես ինչ է, ասենք ոնց կարելի ապրել այս պայմաններում, էլի։ Ասենք էս ինչ է։ Ոստեղից էլ արդեն տալիս է։ Ու էսի տալիս է սաղ առաջի երկ նկուղ, սաղ -1, -2-ը սաղ սենց վիճակում է։ Կեղտաջրերը նկուղներ ու նույնիսկ որոշ բնակարաններ են լցվում, եթե նախկինում կառուցապատողն ու բնակիչները հատուկ տեխնիկայի միջոցով կարողանում էին գոնե ժամանակավորապես մաքրել դիտահորը, հիմա դա էլ չեն կարողանում։ Նույնիսկ տեխնիկան է անզոր։ Բայց փաստացի այդ փակ դիտահորի պատճառով մեծ վնասներ են կրում բոլորը։ Այսինքն այնտեղ այն մյուս կողքի շենքի առաջի հարգնա սաղ ջուր լցվել է, որ ամբողջ օրը կանայք կեղտաջուր են տրյապկով ու վեդրոներով վարել, այսօր այստեղ սաղ որերը լցված է եղել, այսինքն մարդիկ հիպոթեկով, վճարելով կամ առնելով նորակառուցում տուն են գնել, բայց փաստացի չեն կարող օգտագործեն այն ինչ որ իրանք ձեռք են բերել բնականոն ընթացքով։ Դրա համար պետք է հասկանալ այս խնդիրը ոնց է լուծում։ Սա վեոլա ջրի տիրույթում է, քաղաքապետարանի տիրույթում է, ինչ որ անհատի քմահաճույքի պատճառով այս խնդիրը առաջացել, այս բանը չգիտենք, փորձում ենք լուծում տալ։ Վտանգված է նորակառույցներում բնակվող հարյուրավոր երեխաների, տարեցների ու մյուս բնակիչների առողջությունն ու անվտանգությունը։ Իսկ եթե քաղաքապետարանը շուտապույտ եւ արդյունավետ քայլեր չձեռնարկի, իրենք պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները։
Երեխաների հոգեկան առողջության պահպանման եւ ժամանակին աջակցության անհրաժեշտությունը վերջին տարիներին հատկապես ավելի հաճախ է հայտնվում մասնագետների ուշադրության կենտրոնում։ Այդ նպատակով Հայաստանի դպրոցներում եւ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներդրվելու է հոգեկան առողջության եւ հոգեսոցիալական աջակցության առավել կայուն համակարգ, որի նպատակը երեխաների հոգեբանական կարիքների վաղ բացահայտումն ու անհրաժեշտ աջակցության ապահովումն է լինելու։ Դպրոցներն ու նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարևոր դեր ունեն երեխաների հոգեկան առողջության եւ բարեկեցության ապահովման գործում։ Ավելի քան 36,000 երեխայի ընտանիքների հետ միասին տեղահանությունից հետո դպրոցներում եւ նախադպրոցական հաստատություններում հոգեկան առողջության եւ հոգեսոցիալական աջակցության ծառայությունների հզորացումը դարձավ հրատապ անհրաժեշտություն։ Օգնելու փախստական երեխաներին հաղթահարել ճգնաժամի հետևանքները, շարունակել կրթությունը եւ հաջողությամբ ինտեգրվել նոր կրթական միջավայրում, միաժամանակ աջակցելով նաեւ ընդունող համայնքների երեխաներին։ Նոր մոտեցումը փորձարկվել է 8 դպրոցում եւ 8 նախադպրոցական ուսումնական հաստատությունում։ Ավելի քան 3000 ուսուցիչ, հոգեբան, դպրոցի տնօրեն եւ նախադպրոցական հաստատության աշխատակից է մասնակցել կարողությունների զարգացմանն ուղղված 6 ծրագրի։ Մասնագետների գնահատմամբ նման ծրագրերը կարևոր են, սակայն դրանց արդյունավետությունը մեծապես պայմանավորված է այն միջավայրով, որտեղ երեխան ապրում եւ սովորում է։ Բնականաբար կարողությունների զարգացմանը միտված ծրագրեր միշտ պետք է անել, դրա համար նորմալ է, բայց շատ կարևոր է, որ ոչ միայն այդ տեսակի ծրագրերը արվեն, այլ նաև մեր կյանքն էլ փոխվի, որովհետև դպրոցներում առկա շատ սոցիալական, հոգեբանական խնդիրներ, դրանք կյանքի արդյունք են, իրականության արդյունք են։ Մասնագետները նկատում են նախորդ տարիների համեմատ հոգեբաններին դիմելու մշակույթը աստիճանաբար ավելի է զարգանում եւ ձևավորվում, քանի որ հասարակության վերաբերմունքն է նաեւ դրա նկատմամբ փոխվել։ Հոգեբանների դիտարկմամբ դպրոցներում առավել հաճախ հանդիպող խնդիրներից են բուլինգը, հասակակիցների միջավայրում հարմարվելու դժվարությունները, տագնապային իրավիճակներն ու տարատեսակ վախերը։ Նման համակարգի ներդրմանը մասնագետները դրական են արձագանքում։ Բավականին ողջունելի նախագիծ է, որովհետև նախ որքան էլ որ մենք խոսում ենք այն մասին, որ հոգեբանին դիմելու մշակույթը մեր երկրում արդեն թափ է ստացել, այնուամենայնիվ կան որոշակի շերտեր հասարակության, ովքեր դեռևս վախենում են դիմել հոգեբանի, կամ ամաչում են, կամ ուղղակի տեղեկացված չեն։ Եվ նաև երեխաները, ինչպես նաև ծնողները եւ մանկավարժները շատ դեպքերում, որ որոշակի խնդիրներ համարում են, որ դա նորմալ է, կճանաչեն խնդիրը։ Հոգեկրթության պայմաններում կհասկանան, որ դա խնդիր է, որը որ պահանջում է լուծումներ։ Մասնագետները նաև նշում են, որ Արցախից տեղահանված երեխաների աջակցության նպատակով իրականացվել են դպրոցական նոր միջավայրին, նրանց ինտեգրմանը, սոցիալական նոր հարաբերությունների ձևավորմանը, ինչպես նաև տեղահանության հետևանքով առաջացած հոգեբանական տրավմաների հաղթահարմանը միտված լայնածավալ ծրագրեր։ Մասնագետների գնահատմամբ այդ տրավմաները խորքային են եւ պահանջում են նպատակային եւ շարունակական աջակցություն։ Երեխաների հոգեկան առողջության պահպանումը կրթության որակի անբաժանելի մասը համարող մասնագետները նշում են, որ դպրոցներում ժամանակին ցուցաբերվող աջակցությունը կարող է կանխել բազմաթիվ խնդիրներ, նպաստելով երեխաների լիարժեք զարգացմանն ու բարեկեցությանը։ Ստոպ։ Հուլիսի 1-ից սպառողները հնարավորություն ունեն իրենց նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները մոբայլ բանկինգով եւ կազմակերպության կայքով։ Օրինակ, հնարավոր է մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումը, ավանդից կամ խնայողական հաշվից առցանց ելքագրումները, ինչպես նաեւ այլ առցանց գործառնություններ, ապա արգելափակումը կիրականացվի բացառապես սպառողի նույնականացումից եւ ինքնության ստուգումից հետո գործիքը հնարավորություն կտա սպառողներին ավելի լավ կառավարել իրենց անունից իրականացվող ֆինանսական գործառնությունները եւ լինել ավելի պաշտպանված զեղծարարության դեպքերից։ Եթե արգելափակվել է վարկը, մարդը ասում է ես այլևս վարկ չեմ ուզում ստանալ թվային հավելվածով եւ ես զեղծարարը մտել է թվային հավելված, փորձում է վարկ ստանալ, որպեսզի այդ գումարը դուրս ստանի, ինքը չի կարողանալու այդ գործողությունը անել։ Ցանկության դեպքում կարելի է ակտիվացնել պաշտպանության ավելի լայն ռեժիմ ստոպ բոլոր ծառայությունների համար։ Այն թույլ է տալիս ժամանակավորապես արգելել գործառնությունների մեծ մասը, որոնցից ամենից հաճախ օգտվում են խարդախները, այդ թվում դրամական փոխանցումներ այլ անձանց, առցանց գնումներ եւ վճարումներ, փոխանցումներ քարտից քարտ եւ այլն։ Ընդ որում հաշիվների եւ գործարքների պատմության մասին տեղեկատվության հասանելիությունը պահպանվում է։ Ապա արգելափակման համար
ֆինանսական կազմակերպությունը պետք է նույնականացնի հաճախորդին ամբողջությամբ։ Ընդհանուր սկզբունքը այսպես է դրված, որը դիզայնի մեջ է դրված, շատ հեշտ բլոկավորել, ապա բլոկավորումը դժվար լինի։ Հիմա տարբեր կազմակերպություններ, տարբեր պաշտպանիչ շերտեր են դրել։ Նախորդ տարի Հայաստանում գրանցված եւ Կենտրոնական բանկ ներկայացված ֆինանսական զեղծարարությունների քանակը կազմել է 1102, պատճառված վնասը 876 միլիոն դրամ, որպեսզի այս ցուցանիշը այս տարի աճ չգրանցի, ոլորտի պատասխանատուները հորդորում են կիրառել ստոպ գործիքը։ Թեև նոր համակարգը կարող է թվալ փոքրինչ ժամանակատար, հատկապես ապաբլոկավորման բարդ ընթացակարգերի պատճառով, սակայն սա այն դեպքն է, երբ հավելյալ զգուշավորությունը կարող է ապահովագրել հնարավոր ֆինանսական կորուստներից։ Ամռան շոկը վտանգավոր է ոչ միայն արևահարումով, բարձր ջերմաստիճանը ժամերի ընթացքում սովորական ճաշը կարող է վերածել վտանգավոր սննդի։ Առաջին հայացքից անվնաս թվացող մթերքում հիվանդացի միկրոօրգանիզմները արագ են բազմանում, առաջացնելով սննդային թունավորումներ եւ սուր աղիքային վարակներ։ Ամենավտանգավորն այն է, որ սննդի արտաքին տեսքն ու հոտը հաճախ չեն փոխվում եւ մարդը չի էլ կասկածում, որ այն արդեն վտանգավոր է։ Մասնագետները հիշեցնում են, վարակներից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը ձեռքերի ճիշտ լվացումն է, դա պետք է անել հատկապես սնունդ պատրաստելուց եւ ուտելուց առաջ։ Աղիքային վարակիչի վարությունների ազդիչները ճանճերը օրինակի համար կարող են տարածել, ասենք որևէ կեսոցոս մակերեսի վրա, նստեն սանդամաթերքի վրա, որը պաշտպանված չի, կարող են տարածել աղիքային վարակիչի հիվանդությունները։ Վտանգը միայն սննդով չէ, որ սահմանափակվում է, շոկ օրերին օրգանիզմը նաև արագ հեղուկազրկվում է, ինչը հանգեցնում է օրգանիզմի պաշտպանական համակարգի նկատելի թուլացման։ Այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր օգտագործել։ Հանգիստը բնության գրկում անցկացնելու դեպքում էլ զգոնությունը կրկնապատկել։ Անտառապատ գոտիներում հանգիստը անցկացնողներին միջատներն ու տզերը կարող են փոխանցել մի շարք վարակիչ հիվանդություններ։ Դրանցից պաշտպանվելու համար անհրաժեշտ է օգտագործել ռեպելենտ եւ կրել հնարավորինս փակ ու պաշտպանիչ հագուստ։ Միշտ ցանկացած բաժարը հոսող ջրի տակ պարտադիր պետք է լվացվեն։ Շուփշացող սննդամթերքը պարտադիր սառնարաններում պետք է ցանկալի է, որ դրանք փակ սառնարաններում լինեն, մի հատ նշանակություն էլ կա, որ եփած սննդամթերքը պետք է գտնվի հումից ավելի բարձր դիրքում բարձր դարակների վրա։ Մեխանիկորեն չկեղտոտելու դա էլ ասենք որոշակի իր նշանակություն ունի։ Սննդամթերքի պատրաստման հարցում պետք է անպայման ունենան բավարար չափով գործիքներ կամ ասենք բիտույքներ, ինչ-որ պարագաներ սննդամթերքի մշակման, որպեսզի չխառնվեն հումը եւ սննդամթերքի։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնում ընդգծում են ամառային վարակների մեծ մասն իրականում կանխարգելելի է։ Բավական է պահպանել անձնական հիգիենան, սնունդը պահել անվտանգ պայմաններում, խմել շատ ջուր, խուսափել կասկածելի սննդից եւ պատասխանատու լինել ճանապարհորդելուց առաջ։ Մի քանի պարզ կանոնների պահպանումը կարող է կանխել առողջական լուրջ խնդիրներն ու ամառային հանգիստը դարձնել անվտանգ։ Հուլիսի 14-ին ողբերգական վթարը տեղի ունեցել Արարատի մարզում, Մարմարաշեն գյուղում բախվել են 19-ամյա Էմանուելի Կիաֆորտեն եւ 75-ամյա Ասլանի Վազ 2106-ը։ Շամշյանքոմը բացառիկ տեսանյութ է ներկայացրել։ Վարորդներից Ասլանն ու ուղևորը մարմնական վնասվածքներով Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել, որտեղ ուղևորը գիտակցության չգալով մահացել է։ Փրկարար ծառայության Մասիսի շրջփրկարարական ջոկատի փրկարարներն էին ժամանել։ Ըստ տեղեկությունների Կիայի վարորդն աշխատում է Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում որպես պայմանագրային զինծառայող։ Դարձյալ հուլիսի 14-ին Երևան-Գյումրի M1 ճանապարհին Մերսեդեսը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել քարերին։ 4 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած փրկարարծառայության Թալինի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, նաև Թալին բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկներն ու ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Վիրավորները տեղափոխվել են Թալին բժշկական կենտրոն։ Ավտոմեքենան արդեն տեղափոխվում է ավտոքարշակի վրա, որը հետո քննիչի հանձնարարականով տեղափոխվելու է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։